որ Սևանի հարցը Ղարաբաղի հարցի նման հարց է։ Սևանի հարցը Ղարաբաղի հարցի նման հարց է։ Սևան, Հայաստանի մարգարիտ, գեղեցկագույն լիճ, որը բազմաթիվ հայերի սրտերում ծով է։ Գեղամածով, որի շրջակա գյուղերից մեկն անգամ ծովի անունով է կոչվում, ծովագյուղ։ Սևանն ունի յուրահատուկ ձգողականություն, այն մանկությանս երազանքների լիճն է։ Հայրս հաճախ էր ինձ ու ընտանիքիս բերում Սևան։ Ամենամար օրերն էին քաշվում, թե երբ ենք կրկին ու կրկին գնալու Սևան, տեսնելու նորանոր ափեր, հիանալու կապուտակ Սևանի գույներով, լողալու նրա ծփած հողալիքներում։ Սևանի հանդեպ սերը կարծես հավերժական լինի։ Սևանը Հայաստանի ազգային հարստությունն է և գեղեցիկ խորհրդանիշներից մեկը։ Առանց Սևանի Հայաստանը պատկերացնելն անհնար է։ Սևանն ավելին է, քան մենք գիտենք։ Սևանն ավելի գեղեցիկ է, քան մենք գիտենք, և Սևանն ավելի աղտոտված է, քան մենք գիտենք։ Պետական վատ կառավարման հետևանքով Սևանը հասել է կործանման եզրին։ Վերջին տարիներին Սևանը կորցրել է իր երբեմնի մաքրությունն ու հմայքը։ Սևանն ունի լրջագույն խնդիրներ, այն աղտոտվում է ամեն ժամ։ Եվ այո, Սևանը Արցախի խնդրի նման կարևոր է։ Բայց ինչպես արցախյան խնդրում, Սևանի հիմնախնդրի պարագայում ևս ցուցաբերվում է կործանարար անտարբերություն և հանցավոր անգործություն։ Սևանը հենց այն տիպային օրինակն է, թե ինչպես ենք մենք, որպես պետություն, վերաբերվում մեր կենսական նշանակության հարցերին, մեր ունեցվածքին։ Արցախից հետո մեր երկրի թշնամիների երազանքն է տիրանալ Զանգեզուրին ու Սևանին։ Այդ մասին նրանք բացահայտ հայտարարում են, քանի որ լավ են հասկանում, թե ինչ հարստություն է Սևանը։ Սևանը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։ Այն պարզապես լիճ չէ։ Սևանն արժեք է, ինքնություն, որը հարուստ է մշակութային գանձերով, յուրահատուկ հուշարձաններով։ Սևանը,
Սևանն ավելին է, քան մենք պատկերացնում ենք։ Չսիրել Սևանը նշանակում է չսիրել Հայաստանը։ Այն մեր երկրի համար ունի ռազմավարական և հոգևոր մշակութային նշանակություն։ Հայրավանքում Սևանը մեզ հետ խոսում է կարծես դարերի խորքից։ Այստեղ մենք հաղորդակցվում ենք մեր պատմության և ինքնության հետ։ Որպեսզի լիարժեք պատկերացնենք Սևանի կարևորությունն ու խնդիրները, միասին կշրջենք լճի ամբողջ երկայնքով։ Ճանապարհորդությունը չսկսած արդեն օդից նկատելի են Սևանի ճահճացման երևույթները։ Սևանը բարդ ու ամբողջական էկոհամակարգ է, լճի ջրի որակի ու քանակի վրա ազդում է շրջակա ամբողջ միջավայրը։ Գանք ամենասկզբից։ Շատերը չգիտեն, թե Սևանն ինչպես է առաջացել։ Սևանալիճն առաջացել է Հրազդան գետի հունի արգելափակման արդյունքում։ Գիտնականները հայտնաբերել են, որ նախկինում Սևանա լճի տեղում եղել է ոչ թե լիճ, այլ գետահովիտ։ Լեռներից լցվող ջրերը Հրազդան գետով հոսել են դեպի Արաքս։ Հետագայում հրաբխային լեռների ժայթքումով լավային հոսքերը արգելափակել են հովիտը։ Ջրի հոսքն ընդհատվել է, ջուրը կուտակվել է, բարձրացել, իսկ Հրազդան գետով ջրի հոսքը վերականգնվել է այն ժամանակ, երբ հովիտն ամբողջությամբ լցվել է ջրով ու սկսել թափվել պատնեշի վրայով։ Հենց Հրազդան բառի արմատը հուր բառն է, հրաբուխ։ Հրազդան ստուգաբանվում է որպես հրաբխից ծագած ջուր։ Սևանա լիճը բաղկացած է երկու լճերից՝ Փոքր Սևան և Մեծ Սևան։ Սկզբում առաջացել է Փոքր Սևանը, որի խորությունն ամենամեծն է, այնուհետև առաջացել է Մեծ Սևանը։ Սևանա լիճը շրջակա լեռներից դեպի լիճ հոսող մոտ 28 գետերի ջրերի ամբողջությունն է։ Սևանը Հայաստանի սիրտն է, իսկ լիճ լցվող գետերը նրա արյունատար անոթները։ Եթե առողջ են գետերը, ապա առողջ է Սևանը։ Բայց այսօր Սևան լցվող գրեթե բոլոր գետերն աղտոտված։ Սևանի կանաչման ու ճահճացման պատճառները տասնյակ տարիների պատմություն ունեն։ Խորհրդային Հայաստանի իշխանությունները երկրում գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը զարգացնելու համար էլեկտրականության և բերրի հողերի կարիք էին տեսնում։ Եվ նրանք որոշեցին դրանք ապահովել Սևանի հաշվին։
Խորհրդային Հայաստանը փոխեց Հրազդանի հունը եւ լճի մակարդակից շուրջ 40 մետր ցածր թունել կառուցեց հիդրոէլեկտրակայանները սնելու համար։ Դրանից հետո լճի մակարդակը սկսեց իջնել տարեկան ավելի քան 1 մետրով։ 1990-ականների կեսերին արդեն Սևանի մակարդակն իջել էր մոտ 19 մետրով։ Այդ ծրագիրն իրականացնելու արդյունքում լճի ափագիծը նահանջեց, մերկացան ջրից ազատված տարածքները, նախկին Սևանա կղզին դարձավ Թերակղզի, ցամաքեցվեց Մասրիկի դաշտում ծփացող Գիլի լիճը, իրենից հետո թողնելով մի փոքրիկ տորֆավայր, որտեղ այսօր ցորեն է աճեցվում։ Սևանա լիճը սկսեց արագ ծերանալ։ 1963 թվականին սկսվեց լճի էվտրոֆացման կամ ճահճացման սկիզբը։ Այդ ժամանակ առաջին անգամ լիճը ծաղկեց, այսինքն ջրում կտրուկ ավելացան կապտականաշ ջրիմուռներն ու բակտերիաները, ընկավ ջրի թափանցիկությունն ու փոխվեց գույնը։ Արեգակի ճառագայթները հասնում են հատակ եւ նպաստում ջրիմուռների աճին։ Այս process-ին նպաստել է անշուշտ նաեւ գլոբալ տաքացումը։ Ճահճացման վտանգը տագնապալի էր դարձել։ Ինչ խոսք, խորհրդային իշխանություններին հաջողվեց որոշ չափով հողեր ազատել գյուղատնտեսության համար եւ ապահովել երկիրը էլեկտրականությամբ, բայց այդ ամենը Սևանի հաշվին էր արվել։ Որոշվեց լիճը փրկել, քանի որ առանց Սևանի ոչ էներգետիկա կլինի, ոչ գյուղատնտեսություն, ոչ էլ Հայաստան։ Սևանը քաղցրահամ ջրի հսկայական պաշար է։ Լճից հոսող Հրազդան գետի շնորհիվ ոռոգվում է Հայաստանի գյուղատնտեսական հողերի մոտ 70%-ը։ Արարատյան դաշտավայրի ջրի պակասը, երաշտները լինում է հաղթահարել հենց Սևանի շնորհիվ։ Առանց Սևանի Հայաստանի գյուղատնտեսությունը պարզապես կմահանա, որը զգալի դեր է խաղում մեր երկրի համախառն ներքին արդյունքում։ Առանց Սևանի անհնար կլինի ապահովել Հայաստանի պարենային անվտանգությունը։ Սևանը Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային օղակն է։ Սևան-Հրազդան կասկադի 7 հեկերն ապահովում են մեզ էժան հոսանքով։ Մեծամորի ատոմակայանի եւ Արփա-Սևան թունելի կառուցումից հետո Սևանը փրկվեց չորացումից։ Լճի մակարդակը սկսեց աստիճանաբար բարձրանալ։ Այժմ դուք տեսնում եք, թե ինչպես է Արփա-Սևան թունելից հոսող ջուրը լցվում Սևան։ Իդեպ, ատոմակայանը մոտակա տարիներին փակվելու է, եւ մենք կրկին ունենալու ենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, քանի որ ատոմակայանն ապահովում է մեր երկրի էլեկտրականության ավելի քան 40%-ը։ Սևանա լճի ավազանը կազմում է Հայաստանի տարածքի 16%-ը։ Սևանի ավազանն աչքի է ընկնում արևային օրերի մեծ քանակով, տարվա ընթացքում դիտվում են միայն 20-ից 25 ամպամած օրեր։ Սա շատ հետաքրքիր հանգամանք է, քանի որ փաստորեն առկա են արևային էներգետիկայի զարգացման պայմաններ։ Մեծամորի ատոմակայանի փակվելու պարագայում Սևանի դերը կրկին մեծանալու է, բայց որպեսզի հեկերով կրկին անխնա չքանվի Սևանը, ավելի է կարևորվելու արևային էներգետիկան։ Ժամանակին լճի մակարդակի իջեցման հետևանքով վերացել կամ ոչնչացվել էին բնական անտառները։ Իսկ հետո, երբ խորհրդային Հայաստանի իշխանությունները հասկացան, որ սխալ են արել, լճի մակարդակի բարձրացմանը զուգահեռ տնկել են այս հրաշագեղ արհեստական անտառները։
Շատ հետաքրքիր պետություն էր խորհրդային պետությունն իր մեծամասշտաբ գերթանկարժեք նախագծերով։ Սկզբում ավերում էին, հետո վերակառուցում։ Ահա տեսնում եք, թե ինչ աղտոտված է ջուրը, այնտեղ կանաչել է։ Սա էլ վերջին տարիներին լճի մակարդակի բարձրացման հետևանք է, երբ Հայաստանի իշխանությունների ապաշնոր կառավարման հետևանքով որոշ հատվածներում թերի են կատարել կամ առհասարակ չեն կատարել մաքրման աշխատանքներ։ Ծառերն ու թփուտները մնացել են ջրի տակ, առաջացնելով ճահճասման երևույթներ։ Ամեն տարի Հայաստանի կառավարությունը հաստատում է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման տարեկան ծրագրեր, որով միլիոնավոր դրամներ են հատկացվում լճի մաքրման աշխատանքների համար։ Բայց ամեն տարի աշխատանքները թերի են կատարվում եւ տպավորություն է, որ տեղ-տեղ չեն էլ արվում։ Սա ունի երկու հնարավոր բացատրություն. կամ գումարը քիչ է, կամ այն պարզապես յուրացվում է։ Երկուսն էլ չի խոսում կառավարության օգտին։ Եթե գումարը քիչ է, գործ ունենքան արդյունավետ պետական կառավարման հետ, քանի որ, չգիտես ինչպես, միշտ հայթայթվում են միլիարդավոր դրամներ տարբեր տոների կազմակերպման, պարգևավճարներ բաժանելու, տարբեր ոչ կենսական անարդյունավետ ծախսերի համար։ Իսկ եթե կա յուրացում, ապա գործ ունեն կոռուպցիայի եւ պետական սուղ միջոցների կողոպուտի հետ։ Արդեն պետք է մաքրվեր ջրի տակ անցած եւ անցնող մոտ 800 հեկտար տարածք, սակայն դա մինչեւ օրս տեղի չի ունեցել։ Ջրի տակ անցած այս շինություններն ու շրջակա ծառերը տեսնում եք։ Վիճակն այսպիսին է ավելի քան 10 տարի։ Ոչինչ չի արվել նաեւ իշխանափոխությունից հետո վերջին տարիներին։ Եվ սա գտնվում է Մայրողուն մոտ։ Սա տեսնում են նաեւ Սևան այցելող զբոսաշրջիկները։
Իսկ սա ծովագյուղից հոսող ձկնակ գետն է, որը լցվում է Սևան։ Տեսեք, թե որքան բուսականություն է մնացել ջրի տակ, էլ չենք խոսում լցվող կեղտաջրերի մասին։ Պետական միջոցների յուրացման հետ կապված հարուցվել են քրեական գործեր, բայց անհայտ է, թե դրանք ինչով են ավարտվել։ Առհասարական հայտ է, թե քանի հեկտար է մաքրվել եւ դեռ պետք է մաքրվի։ Սա գումարները պետական մակարդակով յուրացնելու դասական օրինակ է, ընդ որում մեր ազգային հարստության հաշվին։ Պատերազմող երկրի սուղ միջոցները մի կողմից չեն ուղղվում զինված ուժերի հզորացմանը, մյուս կողմից չեն հասնում իրենց նպատակին Սևանը փրկելուն։ Այս օրինակ պետական հանցագործությունները պետք է բացահայտվեն եւ պատժվեն առանց վաղեմության ժամկետի։ Մոտ 200 տարի առաջ Սևանի ավազանի զգալի մասը ծածկված է եղել անտառներով։ Սևանի ավազանի անտառների ոչնչացումը նպաստեց կլիմայի ընդհանուր փոփոխությանը, այն դարձավ ավելի չորային։ Հետագայում լճի մակարդակի իջեցումը նույնպես նպաստեց մնացած առանց այն էլ չնչին անտառային զանգվածների ոչնչացմանը, քանի որ դրան զուգահեռ իջավ նաև ստորերկրյա ջրերի մակարդակ։ Սևանը շատ ավելի գեղեցիկ է իր անտառներով, որոնք պետք է պահպանել ու ընդարձակել հնարավոր բոլոր միջոցներով։ Սևանի գեղեցկությունն անհնար է պատկերացնել առանց թռչունների։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Սևանի ավազանում տարածված են 159 տեսակի թռչուններ, հատկապես բադեր, սագեր, հավալուսներ, արագիլներ, կռունկներ, գիշատիչ թռչուններից բազեն, արծիվը, անգղը։ Թռչունների ներկայացուցիչներից 30-ը հազվագյուտ կամ անհետացող տեսակներ են։ Սևանի ավազանում բնակվում են մոտ 36 տեսակ կաթնասուն, որոնցից 8-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։
Հիմնական հանդիպող կաթնասուններից են նապաստակը, կարմիր աղվեսը, գայլը, աքիսը եւ մի շարք կրծողներ։ Սա աքիս է, ծանոթացեք։ Այսօր նրա որսը հաջող էր։ Բայց նրա նրբագեղ տեսքին ու չափերին մի խափնվեք, սա ուժեղ գիշատիչ է, կրծողների ահ ու սարսափը։ Օրվա ընթացքում իր զոհերը հասնում են տասնյակների։ Նա որսում է անգամ իր չափերից մեծ նապաստակներ ու հավեր։ Շատ ճկուն եւ արագաշարժ կենդանի է։ Նրան հանդիպելը երջանիկ պատահականություն է։ Սևանի հիմնախնդրի լուծումից է կախված Հայաստան պետության կենսունակությունը, մեր կյանքի որակը։ Իսկ Սևանի հիմնախնդրի ամենացավոտ կետերից մեկը գետերով կեղտաջրերի հոսքն է դեպի լիճ։ Սևան լցվող գրեթե բոլոր գետերը հոսում են բնակավայրերի միջով։ Եվ, բնականաբար, իրենց հետ Սևան տանում մարդու թողած ու արտանետած աղբը։ Սևանը լճի շրջակա բնակավայրերում մշտական բնակչության թիվը ավելի քան 210,000 է։ 58,000-ը քաղաքային բնակչությունն է, որն ապրում է Գավառ, Վարդենիս եւ Մարտունի քաղաքներում։ Այդ քաղաքներով հոսող խոշոր գետերն են ամենաաղտոտվածը։ Մնացած գետերը նույնպես հոսում են տարբեր գյուղական բնակավայրերով։ Սա Գավառագետն է, ամենաաղտոտված գետերից մեկը։ Ինքներդ կարող եք տեսնել Սևանի ջրի գույների տարբերությունը։ Մուգ շագանակագույնը կոյուղաջրերն են։ Տեսնում եք նաև հսկայական ճահիճ։
Գավառագետը հոսում է Նորատուս գյուղի միջով, պատկերը խոսուն է։ Կենցաղային աղբն ու կոյուղաջրերը ուղիղ լցվում են գետը։ Նորատուսի միջնադարյան խաչքարերը պատմական բացառիկ հուշարձաններ են։ Այստեղ այցելում են զբոսաշրջիկներ։ Ինքները դատեք, թե ինչ տպավորություններով են նրանք հեռանալու այդտեղից։ Իսկ սա Արգիճի գետն է, այն սկիզբ է առնում Գեղամալերներից և ուղիղ հոսում դեպի Սևան։ Գետի վրա հիդրոէլեկտրակայան է կառուցված, որը թուլացնում է գետի հոսքը, բայց այն համեմատաբար մաքուր է մինչև Սևան հասնելը։
Վերին գետաշեն գյուղն է։ Գյուղի երեխաները լողում են գետում, նրանք ապրում են բնության հետ ներդաշնակ։ Բայց հոսելով տարբեր բնակավայրերով, Արգիջի գետը Սևան լցվելիս աղտոտված է ու ճահճացած։ Սևանի բնակիչն ապրում է հող մշակելով եւ անասուն պահելով։ Սա իր հերթին ազդում է Սևանա լճի վրա։ Պայմանավորված արոտավայրերի մեծ տարածքներով եւ կլիմայական պայմաններով անասնապահությունն այս տարածքում միշտ եղել է գյուղատնտեսության ավանդական ճյուղը։ Անասնապահությունը հիմնականում զարգացած է մեծ Սևանի ավազանում, մոտ 83%։ Բնակավայրերի մեծ մասը գտնվում է լճի ափամերձ գոտում, ուստի գյուղատնտեսական արտանետումները անմիջապես լցվում են Սևանա լճ։
Մարտունի Ըստ ավանդության Մարտունու տեղում աղբյուր է եղել եւ բնակիչները շատ խնայողաբար են օգտագործել ջուրը։ Մի անգամ Ծովինար անունով մի նորահարս պատահաբար բաց է թողնում ջրի ծորակը եւ մինչեւ լույս աղբյուրի ջուրը հոսելով լիճ է դառնում։ Առավոտյան աղբյուր այցելող առաջին կինը տեսնում է լիճը, անիծում ջուրը բացողին եւ հարսը քարե արձան է դառնում։ Վստահաբար Ծովինարի բաց թողած ջուրն այսպիսին չէր։ Սա Մարտունու հանրային լողափն է, որին զուգահեռ Սևանալիճ է լցվում Մարտունի գետը, որի ջրերը պարզապես կեղտաջրեր են։ Մարդիկ այս ջրերում լողալիս պետք է շատ պինդ առողջություն ունենան տարբեր սարսափելի հիվանդություններով չվարակվելու համար։ Բայց ինչպես տեսնում ենք, նրանք կարծես չեն էլ գիտակցում, թե ինչի մեջ են լողում։ Սևան ազգային պարկի տարածքի ռեկրեացիոն գոտում առանձնացվել է 8 հանրային լողափ, մոտ 250-ից 300,000 մարդ տարեկան այցելում է հանրային լողափեր։ Կառավարության անդամները մեծ շուքով ցուցադրում են, թե ինչպես են կահավորել Սևանի թերակղզու մոտակա հանրային լողափերը, կարծես մեծ գործ են արել։ Բայց նրանք, չգիտես ինչու, չեն այցելում օրինակ Մարտունու հանրային լողափ ու տեսնում, թե ինչպես են երեխաները լողում կոյուղաջրերի մեջ։ Առհասարակ, կառավարության պարտականությունը ոչ թե հանրային լողափեր կահավորելն է, այլ մարդկանց կյանքի ու առողջության հետ կապված այսպիսի խնդիրների լուծումը։ Սևան լցվող գրեթե բոլոր գետերն աղտոտված են։ Սա Մեծ Մասրիկ գյուղից ու Վարդենեսից հոսող Մասրիկ գետն է։ Լիճքի հատվածում Սևանը առանձնահատուկ գեղեցիկ է։ Երբեմն զարմանում ես, արդյոք այս գեղեցկությունը Հայաստանում է։ Բայց բնության այս հրաշքը ավելի կատարյալ կլիներ, եթե գետերը չաղտոտվեին։ Գետերի մաքրության ապահովումը ուղիղ կապ ունի ձկան պաշարների հետ։ Որքան աղտոտված են գետերը, այնքան ձկներն այնտեղ չեն բազմանալու։ Սևանի էկոհամակարգի յուրաքանչյուր օղակ փոխկապակցված է մեկը մյուսին։ Այդ շղթայում, երբ կտրվում է մի օղակը, մնացած բոլորն էլ ապականվում են այս կամ այլ կերպ։
Կոյուղիները սպասարկում է մասնավոր ընկերություն Veolia ջուրը, որի հետ պայմանագրով մեր կառավարությունը չի նախատեսել այնպիսի փոխադարձ պարտականություններ, որ լուծում տրվի այս խնդրին։ Իսկ խնդրի լուծումը կենսաբանական մաքրող կայանների կառուցումն է։ Մեզ ասում են, որ այն թանկ արժե, բայց որքան թանկ։ Միթե պետությունը չունի բավարար միջոցներ կառուցելու կենսաբանական մաքրող կայաններ, որպեսզի կանխվի բոլորիս համար կենսական նշանակություն ունեցող Սևանի հետագա ճահճացումը։ Զբոսաշրջության զարգացումը մեր բոլոր կառավարությունները հռչակում են առաջնային նպատակ։ Եվ իհարկե Սևանը մտնում է զբոսաշրջային կենտրոնների մեջ, բայց ով կգնա հանգստանալու ճահճի եւ կոյուղաջրերի մոտ։ Ինչպես ենք ճահճացած կեղտոտ ջրերով ոռոգելու մեր հողերը, ինչպես ենք ձուկ աճեցնելու կոյուղաջրերում։ Եվրամիության աջակցությամբ արվել են նախնական հաշվարկներ, թե որքան կարժենա 3 խոշոր գետերի վրա կենսաբանական մաքրող կայանների կառուցումը։ Պահանջվում է մոտ 2 միլիարդ 200 միլիոն դրամ կամ մոտ 4 միլիոն 400 հազար դոլար։ Համեմատության համար նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների, որոնք պաշտոնապես չեն հերքվել, 2021 թվականի սեպտեմբերի 21-ի տոնակատարության համար ծախսվել է մոտ 2 միլիոն 200 հազար դոլար։ Այս գումարով ամբողջությամբ կլուծվեր Մարտունիում, Վարդենիսում եւ մի քանի գյուղական բնակավայրերում կենսաբանական մաքրող կայանների կառուցման հարցը։ Եթե անգամ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր կառավարությունը իրականացնում է բազմաթիվ ոչ անհրաժեշտ ծախսեր կենսական խնդիրները լուծելու փոխարեն։ Կառավարությունում հաճախ նշում են, որ նման տոնակատարությունների ծախսերը արվում է ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ մասնավոր հովանավորների կողմից։ Բայց ինչու մասնավոր հովանավորները երբևէ չեն ցանկանում ներդրումներ անել այնպիսի կենսական խնդիրների լուծման համար, որը ոչ պակաս եկամուտ է խոստանում իրենց։ Սա հենց կառավարության քաղաքականության հետևանք է։ Քավլիցի դեմ չենք պետական տոներ նշելուն, բայց երբ ունես շատ ավելի կարևոր խնդիրներ, ապա պետք է միջոցներն ամենից առաջ ուղղել այդ կարևոր խնդիրների լուծմանը, ինչից հետո կարելի է շատ ավելի ճոխ տոնել, հատկապես երբ այդ խնդիրների լուծումը խոստանում է ապագայում ավելի մեծ գումարներ։ Իդեպ, այդ կայանների կառուցումը միայն ծախս չէ։ Ծախսերի մի մասը հետագայում հետ է վերադառնում, քանի որ կոյուղաջրերի կենսաբանական մաքրման հետևանքով կարելի է արտադրել պարարտանյութ գյուղատնտեսական հողերի համար։ Էլ չենք խոսում այն շղթայական դրական ազդեցության մասին, որ կարող է ունենալ զբոսաշրջության խթանման եւ էկոհամակարգի այլ օղակների վերականգնման վրա։ Իսկ մեր կառավարությունը փող չունի նման լուրջ հարցեր լուծելու համար։ Լավ կառավարիչը վատ կառավարչից տարբերվում է նրանով, որ կարողանում է զանազանել առաջնային խնդիրները երկրորդայինից։ Սևանի աղտոտման վրա ազդում է նաև աղբահանության խնդիրը։ Աղբը պարզապես թափվում է Սևանի ափերին։ Աղբահանության հետ կապված խնդիրներն առաջնահերթ ու հրատապ են, քանի որ բացակայում են քաղաքային թափոնների աղբավայրերը, ինչպես նաև չի կատարվում արդյունաբերական եւ կենցաղային թափոնների տեսակավորում։ Քաղաքների, համայնքների, կիրճերի, ջրագծերի, ոռոգման ջրանցքների եւ այլ օբյեկտների տարբեր հատվածներում առկա են շինարարական եւ կենցաղային կոշտ թափոնների մեծ կուտակումներ, որոնք զգալիորեն ազդում են Գետավազանի եւ Սևանա լճի էկոլոգիական կարգավիճակի վրա։ Հորդառատ անձրևների եւ ձնհալքի հետևանքով կուտակված թափոնները լվացվում են ջրով, իսկ վերջինս հանգեցնում է վտանգավոր քիմիական նյութերի ներթափանցմանը ստորերկրյա ջրավազաններ, գետեր եւ Սևանա լիճ։
Սևանը քաղցրահամ ջուր է, որը թանկ ռեսուրս է ամբողջ աշխարհում։ Խմելու ջրի համար արդեն պատերազմներ են վարվում։ Գիտնականները կանխատեսում են, որ ոչ շատ հեռավոր ապագայում խմելու մաքուր ջուրը ավելի թանկ է լինելու, քան նավթն ու ոսկին։ Խմելու մաքուր ջրի պակաս ունի աշխարհի բնակչության մոտ 40%-ը։ Երկրագնդի բնակչության թվաքանակի ավելացումը, կլիմայի գլոբալ փոփոխությունները, ջրային ռեսուրսների աղտոտումն ու վատ կառավարումը կարող են հանգեցնել նրան, որ արդեն 2030 թվականին խմելու մաքուր ջրի կարիք կզգա աշխարհի բնակչության ավելի քան 67%-ը, կամ մոտ 5 միլիարդ մարդ։ Ջուրը կյանք է։ Առանց խմելու մաքուր ջրի մարդը չի կարող ապրել, եւ խմելու ջրի պակաս լինի, մարդու համար այլևս ջրից թանկ ոչինչ լինել չի կարող։ Հետևաբար խմելու ջրի պակասն աշխարհում հանգեցնելու է մի քանի տրամաբանական հետևանքների։ Մարդիկ սկսելու են կռվել ջրի համար կամ արտագաղթել այնտեղ, որտեղ կա խմելու մաքուր ջուր։ Արդյոք մեր կառավարությունում սա գիտակցում են։ Սևանը կարելի է համարել հիմնախնդիր նմանապես ինչպես արցախյան հակամարտությունը։ Ինչու՞։ Սևանը մեզ տալիս է հոսանք, տալիս է ջերմություն, մեզ տալիս է ջուր, այսինքն այն, ինչ անհրաժեշտ է մարդու գոյության, ֆիզիկական գոյության համար։ Եվ Սևանը կեղտոտելն ուղղակի ազգային, պետական մակարդակի հանցագործություն։ Սևանի խնդիրը կարելի է բաժանել մի քանի մակարդակի։ Պետական, որը ամենակարևորն է։ Առանց պետական հատուկ ուշադրության, ծրագրերի, հոգատարության անհնար է Սևանը փրկել։ Երկրորդը հասարակական պատասխանատվություն, երբ որ հասարակական պարսավանքը կստիպի յուրաքանչյուրին պատասխանատվությամբ սիրով մոտենալ այս մեր հարստությանը, որը բոլորիս սեփականություն։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ջրային ռեսուրսները, այդ թվում Սևանը, պետական սեփականություն։ Իսկ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այն բոլորիս սեփականություն։ Եվ բոլորս ինչպես ենք վերաբերվում մեր սեփականությանը։ Սա կարևորագույն հարց է։ Եվ իհարկե երրորդ մակարդակը անհատական, երբ որ գալիս ենք հանգստանալու, օգտվելու Սևանի գեղեցկությունից, զովանալու, մեր հետևից պետք է մաքրենք։ Մեր հետևից թողած յուրաքանչյուր փոքր աղբը մեծագույն կրակոց է, հարված է, թունավորում Սևանի նկատմամբ։ Ամեն օր կեղտոտելով, փչացնելով այս հոյակապ ջուրը, մենք սպանում ենք Հայաստանի ապագան։ Ժամանակն է փոխել մոտեցումը։ Առանց Սևանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող։ Առանց մաքուր Սևանի, վերականգնվող քաղցրահամ ջրի պաշարի, Հայաստանը ապագա չունի։ Սևանի մյուս հարստությունը ձկնային պաշարների հսկայական ավազան լինելն է, իսկ ձկնային պաշարները նույնպես ոչնչացման եզրին են հայտնվել։ Իսպառ վերացել են իշխանի երկու տարատեսակ Սևանի խեցգետինը։ Ձկներն ու խեցգետինները լճի սանիտարի դեր են խաղում, սնվում են ջրիմուռներով և լիճ լցվող օրգանիզմներով, դրանով իսկ ապահովելով լճի էկոլոգիական հավասարակշռությունը։ Ձկնաբուծարանները թեև արհեստականորեն ապահովում են ձկան որոշակի պաշար, բայց միաժամանակ ստեղծում են խնդիրներ Սևանի համար։ Լճում գտնվող ցանցավանդակային տնտեսություններից և ավազանում գտնվող ձկնաբուծարաններից արտանետվում է ճահճացմանը նպաստող ֆոսֆորի որոշակի քանակություն։ Ընդ որում, Սևանի համար խնդիրներ են ստեղծում ոչ միայն Սևանի ձկնաբուծարանները, Արարատյան դաշտավայրում, Արմավիրում գործող ձկնաբուծարանները ընդերքից հանելով որակյալ խմելու ջուրը ցամաքեցնում ու դատարկում են մեր ջրային ռեսուրսները, որը ավելի է մեծացնում Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտությունը։ Դրանով իսկ Սևանին նույնպես հասցվում է լրացուցիչ վնաս։ Իսկ ձկնաբուծարանների մաքուր եւ իրականում գերթանկ ջուրը արագսով հոսում է Ադրբեջան։ Այս օրինակով պարզ է դառնում, թե որքան կործանարար է Հայաստանի ջրային ռեսուրսների վատ կառավարումը, թե որքան կարևոր է Սևանը մեր երկրի համար։ Քանի դեպքերում է Սևանը փրկում Հայաստանը։ Այս համատեքստում հարց է առաջանում, թե արդյոք ձկնաբուծարանների բերած օգուտը համարժեք է հասցրած վնասին։
Եվ որքան է իրականում պետական բյուջե մտնում մեր ջրային ռեսուրսների անխնա շահագործումից եւ Արարատյան դաշտի անապատացումից գոյացող այդ շահույթները։ Սա հարց է, որին կարող է պատասխանել միայն կառավարությունը։ Սևանից ջրառի խնդիրը շատ է լուսաբանվում լրատվամիջոցներում։ Մասնագետների մեծ մասը Սևանի փրկության ամենաարագ միջոցը համարում է լճի մակարդակի բարձրացումը եւ ջրառի փոքր ծավալները։ Բայց տեսնում ենք, որ դա հեշտ լուծում չէ։ 2001 թվականից Սևանի մակարդակը հետևողականորեն բարձրացել է, բայց 2018-ից հետո ականատես եղանք, թե ինչպես է Սևանը կանաչել, այսինքն ջրի մակարդակի բարձրացումը ավտոմատ չի վերացնում ճահճացման խնդիրը։ Պատճառների մասին խոսեցինք, կեղտաջրերի լուծվելը, ջրի տակ մնացած հսկայական հեկտարներով ծառերը, թփերը, այլ օրգանական նյութերը։ Բայց լճի մակարդակի բարձրացումն իր հետ այսօր արդեն կբերի շատ ավելի մեծ այլ խնդիրներ։ Սա Կարճախբյուր գյուղն է։ Ջուրը հասել է Մայրուղուն եւ գյուղին։ Եթե մի փոքր էլ Սևանի մակարդակը բարձրանա, ապա Մայրուղու մեծ մասը եւ մի շարք բնակավայրեր կանցնեն ջրի տակ։ Արդյոք կառավարությունը, որը չի կարողանում 1-2 կենսաբանական կայան կառուցել տարիներ շարունակ, իրեն թույլ կտա նոր մայրուղիներ եւ բնակավայրեր կառուցել իր բնակիչների համար, որը շատ ավելի թանկ կարժենա։ Դժվար թե։ Ակնհայտ է, որ լճի մակարդակի հետագա բարձրացումը կարող է հանգեցնել նոր էկոլոգիական աղետների եւ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների ունեզրկման, եթե մինչ այդ կառավարությունը չփոխհատուցի հնարավոր վնասներն ու վերացնի բոլոր ռիսկերը։ Այնպես որ այդ թեզը պնդողները, որ արագ պետք է բարձրացնել լճի մակարդակը, կամ Սևանում երբևէ չեն եղել ու չեն պատկերացնում խնդրի մասշտաբները, կամ անտարբեր են մարդկային ճակատագրերի եւ այլ վատ հետևանքների հանդեպ։ Հաճախ է խոսվում, որ լճի մակարդակի բարձրացմանը դեմ են զբոսաշրջային կենտրոններում շքեղ օբյեկտների տերերը, օլիգարխները, բայց հարցը միայն նրանք չեն։ Լճի մակարդակի բարձրացումը վնասելու է նաև շրջակա գյուղերի բնակիչներին եւ ջուրն է լցնելու նրանց ամբողջ ունեցվածքը։ Սևանից ջրառի միջոցով ոռոգման համար մատակարարվող ջրի կորուստները սարսափելի չափերի են հասնում։ Հենց Սևանում կա ոռոգման կորուստների խնդիր, մոտ 50%, որի պատճառը ենթակառուցվածքների վատ վիճակն է։ Այսինքն, մինչև լճի մակարդակի հետագա բարձրացումը կան բազմաթիվ խնդիրներ լուծելու։ Իրականում ջրառի հսկայական չափերը կարելի է կիսով չափ քչացնել վերացնելով ջրի անիմաստ կորուստները։ Պետք է ամենից առաջ նվազագույնի հասցնել կամ իսպառ վերացնել Սևանի աղտոտումը գետերով, մաքրել ջրի տակ մնացած օրգանական նյութերը, վերականգնել ձկան եւ խեցգետնի պաշարները լճում, արդիականացնել խմելու ջրի եւ ոռոգման ենթակառուցվածքները, կառուցել ժամանակակից աղբավայրեր, խիստ հսկողություն սահմանել բնակչության եւ ձեռնարկությունների կողմից լճի աղտոտման վրա, անհրաժեշտության դեպքում տուգանք սահմանել աղբը թողնելու համար։ Այո, Սևանում աղբ թափող մարդը պետք է վախենա դա անելուց։ Դա պետք է անմիջականորեն կպնի իր գրպանին, պետք է արժանանա պետական ու հասարակական խստագույն պարծավանքի։ Միայն այս եւ այլ միջոցառումներից հետո կարելի է մտածել լճի մակարդակի հետագա բարձրացման մասին, կամ գուցե այլևս դրա կարիքն էլ չլինի։ Սևանի գյուղատնտեսության արտադրության մեջ մեծ մասը բաժին է հասնում հացահատիկի եւ կարտոֆիլի արտադրությանը, որին հաջորդում է անասնապահական արտադրությունը, ներառյալ կովեր, ոչխարներ եւ խոզեր։ Սևանում գյուղատնտեսական հիմնական մշակաբույսը հացահատիկն է, որի ցանքերը կազմում են ընդհանուր մշակելի հողատարածքների մոտ 44%։
Իհարկե, գյուղատնտեսությամբ զբաղվելը բավարար չէ մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար, հետևաբար ձկնագողությունն անխուսափելի է դառնում։ Ձկան պաշարների նվազումը նույնպես կապված է տեղի բնակիչների զբաղվածության խնդրի հետ։ Եթե նրանք կարողանային զբոսաշրջության ոլորտում եկամուտ ունենալ, ապա հաստատ կհրաժարվեին դժվար ու ռիսկային ձկնագողությունից, որոշներն էլ կհրաժարվեին արտագաղթելու մտքից։ Այս առումով ևս կենսական խնդիր է սևանը մաքրելը։ Զբոսաշրջությունը բավականաչափ զարգացած է Սևանի ավազանում։ Գործում են մոտ 50 հյուրանոցային համալիրներ, քարե եւ փայտե քոթեջներ, հյուրատներ եւ այլն։ Սևանա լճի ավազան տարեկան այցելում է մոտ 1.5 միլիոն մարդ, բայց արտասահմանից զբոսաշրջիկների ներգրավման համար կան մի շարք խնդիրներ։ Սևանա լճի շրջակայքում ներդրումներ անել ցանկացող գործարարը չգիտի, թե ինչ ծրագրեր ունի կառավարությունը։ Արդյոք լճի մակարդակը բարձրանալու է, թե ոչ։ Արդյոք լիճը մաքրվելու է, թե ոչ։ Ուստի երբեք նման անորոշ եւ ռիսկային պայմաններում ներդրումներ չի անում։ Ըստ այդմ պետք չէ զարմանալ, որ համատարած աղտոտման պայմաններում գործարարները չեն շտապում ստեղծել հանգստի ավելի քաղաքակիրթ պայմաններ, որոնք բնականաբար ավելի թանկ կարժենան։ Եվ պատահական չէ, որ Սևանի գրեթե ամբողջ երկայնքով սփռված են լքված կիսավեր շինություններ, որոնք կարող են ապոկալիպտիկ ֆիլմերի հրաշալի տեսարաններ դառնալ։ Կառավարությունն իր քայլերով կամ ավելի ճիշտ անգործությամբ սպանում է զբոսաշրջության հեռանկարը Սևանում։ Իհարկե, ճանապարհներն ասֆալտապատելը շատ կարևոր է, բայց միայն ճանապարհներին ասֆալտ փռելով հարցերը չեն լուծվելու։ Առաջնային հարցը Սևանի առողջացումն է։
Սա գտնվում է Սևան ազգային պարկի արգելոցում։ Տեսեք ինչ դրախտավայր է։ Մարդիկ այստեղ քիչ են լինում, իրենց հետևից աղբ չեն թողնում, ամեն ինչ մաքուր է եւ իդեալական։ Այստեղ իշխում է բնությունը, այստեղ հսկում է պետությունը։ Եվ սա տիպիկ օրինակ է, թե ինչպես մենք կարող ենք առողջացնել Սևանը իր ամբողջ երկայնքով։ Տեսեք ինչպիսի ջուր է այստեղ, ինչպիսի մաքրություն, ինչպիսի գեղեցկություն։ Այս գեղեցկությունը մենք կարող ենք ունենալ Սևանի գրեթե ամբողջ երկայնքով, եթե յուրաքանչյուրս առաջին հերթին կառավարությունը ունենա հատուկ վերաբերմունք, խնամի, սրտացավություն ցուցաբերի, եւ մենք ունենանք այս ամենը։ Այսքանը թերևս բավարար է լիարժեք պատկերացնելու, թե որքան կարևոր ու թանկ է Սևանը Հայաստանի համար, թե ինչպիսի գեղեցիկ, հարուստ ու բազմազան էկոհամակարգ է։ Գիտնականները հաճախ են կառավարությանը հորդորում կողմնորոշվել, թե ինչ է Սևանը մեզ համար։ Զբոսաշրջային վայր, էլեկտրաէներգիայի աղբյուր, թե գյուղացու հողը ոռոգող ջրամբար։ Սևանը կարող է լինել 3-ը մեկում։ Սևանը պետք է լինի այդ 3-ի հավասարակշռությունը։ Առանց զբոսաշրջության Սևանա լճի շրջակայքում ապրող բնակիչը ավելի լավ չի ապրելու, Հայաստանը չի զարգանալու, բայց զբոսաշրջությունը բերում է աղտոտում եւ միաժամանակ աղտոտումն էլ սպանում է զբոսաշրջությունը։ Ամեն ինչ շղթայական է ու փոխկապակցված։ Աղբն ու կեղտաջրերը մաքրելու համար փող է պետք, իսկ փողը բերում է զբոսաշրջությունը։ Երկրին գյուղատնտեսություն, ձկնաբուծություն ու էներգետիկա է պետք, առանց Սևանի դրանք չեն կարող լինել։
բայց գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունն ու էներգետիկան քամում են Սևանը։ Եվ որպեսզի Սևանը չմահանա, այդ ոլորտներից ստացված հասույթով պետք է արդիականացվեն ենթակառուցվածքները, զրոյացվեն ջրի կորուստները։ Ամեն ինչ շղթայական է ու փոխկապակցված։ Սևանն առողջացնելու եւ հավասարակշռությամբ բերելու համար մեզ անհրաժեշտ է ընդամենը պրոֆեսիոնալ ու հայրենասեր կառավարություն։ Այլապես Արցախի նման վաղ թե ուշ կորցնելու ենք նաեւ Սևանը։ Սևանը Հայաստանի սիրտն է, իսկ Սևան լցվող գետերը նրա արյունատարանոթները։ Հայաստանը չի կարող ապրել առանց մաքուր եւ առողջ Սևանի։ Սիրիր Սևանը, սիրիր Հայաստանը։ One sec.